Լսիր։ Սևան գնաց ուստղը։ Բա։ Ստեղից Իրոյի արամի։ Սիոն են զարդայ խանութները չեմ ապա։ Ուստեղ արդեն վսյո կարգին նոր տարի է։ Ես էլ դրանց մտնում։ İzmir yan. Abla. Alo. Ha, vardı. Ayo. Mutlu çay, sirena. Հա, շատ սիոն է զարդայ։ İlk naman Ապա var. ստեղերն են չէ զարդայ, սերն են չէ զարդայ։ Ակար։ Այս Հա, ոստիկանության շենքն, հա։ Ֆռամ գամ, այն կոմի իշնեք, Մամա որ են կոմիտի։ հեսա ֆռամ, հեսա ճիշտ եք ասում, հեսա ֆռամ, լով աղշես տայան կամ Կարակ մտնենք, հա մտնում է, բայց պիտի սխմես եմ կնոմ, կարմի գունի կնոմ կակա պիտի սխմես ու բաց։ հեսա այստեղ հիպ կողնեմ, սամսոն չվրազեք, հանգիստ, այսենց, Մեկելենք Իզմիր yan. Էլանք Օրգոստով ակարել ավիալեքս ճան, մենք դար հիվանդանոցներ ենք չելի հետևողներ ճան։ Այս պահին չեմ կարամ սեն չատ միանալու ասեմ ձեզ, ինչև է, ստեղից ուզում եմ, ստեղ չկար ծնկան սոնոգրաֆիա, ուրիշ գործ ունեինք, դրա համար ենք ստեղ, ես մտածում էի ծունկս էլ հետը կնկարեմ, բայց ստեղ չկա, ասմա ժամանակակից մեթոդը չի թույլատրում այլ ծնկի սոնոգրաֆիա, չգիտեմ որքանով կարողացա ես ընկալել, բայց մարդիկ ետ էին ասում, ասմա մեկա էմերտենա ճիշտը, սանգեցին բժշկուհուն, ասմարի մի հատնայինք հասկանանք, ինձ էլ ասմա հախիվներ ենք հակել, ինձ էլ ուղարկում էին նայրի բտը, դեռ սկզբան է, չգիտեմ, հանեցի, շա, գնանք դուս մաքուլոթի, բրնի հոգորի ձեռնալեց, ոյ ես ինչ լավ էր, ներսը շոկ, սիրելի հետևորդներ ճան, էլի նույն, ույսմետը, վերջի պահին որոշեցի, որ կամ ստեղ երկու ձևի հետազոտություն անցա, թուղթը հենա Ալեքսիս ձեռինը, հետաքրքիր բանակյանքը, սոս Ալեքս ջան մի րոպե, մեկ ես եմ իրան բժշկի բերեմ, մեկին թե ինձ, այ թե ինչ բանակյանքը, շատ ես տեղատուն էլ համտի, նավսյակի, Հատետ ընդեղ ավելի է ժան, տեղատուն գիտեն,
Գնալ տեղին ցուրտ է այսօր սերի հետևորդներ ջան գինեմ ճշտանք հետո այնտեղ ռայկոմ գիտեմ որ ավելի էժան ապտեկա կա գնամ գոնե այնտեղից առնեմ ինչ-որ առնելու եմ թղթի վրա աշխարհի բաները դրե ու ջնջե տեղը չկա քայլելու օպա արիս ինձ արես գնանք Ալեքսին ուրախացնելու Всё. Այսա մի հատ տեղատուն գնանք, ինձ տեղ առնենք ու գնանք փուհավեսով ֆրֆրանք մեկ է մոլը գնանք, էլի բաուր տոնա էպուճուր տոնածառի դա գնանք նայենք, էլի ցավը տանը ինչը մնա դժգոհությունդ Այ ավտոբուսով Այն ձմեր պապիկի բարձիկի չգնանք առնենք Ումի Հա Այն ձմեր պապիկով բարձիկի չես ուզեր Չէ, ոտով խանութը հրեն կողքինա, ցավը տանը Հա Դե բավար ասում եմ քայլենք Ցրտոտ է այսօր Չէ, կյանձես, չէ Տոնած առնենք առնենք Լավ Սիթի եմ ուզում գնանք մի հատ ու նոր հոգորանց Ավելի ցիրխ եմ գնում Սիթի Սիթի եմ էլ կարող ասել Հա Ես կհացնեմ Հասով Բաներ ինքը կտան Այստեղ սուրճը շապամով է Բայց ինչ ես ահի սիթի Տենանք էլի կարող է լավ բանոսնի Ես փոյետևի բանսիքի չմնա Եղանակը ցուրտա կողքից մարդիկ ասում են գալիս ես խաշուտելու ոչինչ Լավ, դե գնանք բարձ առնենք հետո խաշուտ կողացարը Մեկ է Տանսպաներ ասա Դու դրան համար զարդ է էցպիսի դալը Ստեփանավանից Ալեքսը ստեից քաշտանք Ստեփանավան եկել Հետո կեցած տոնը բալկա Հա Գնանք միար սիթի Հետո դրանց հետ դնեստեղ Հետո գտանք 14 ամուսներ Հրեն տաշես համար թե չէ դնեց Համ գնանք մի հատված այ Մի խոսքով գնացինք Մի խոսք Գնաց մի բասարդի Ահա, սիրելի հետևորդներս, ոնց տեսնում եք Երևանում այս պահին անձրևա Մենք պրոսպեկտի վրա ենք ու հիշում եք, որտեղ ջերմուկում ակվադանք էի փնտրում Այսօր գործարքից վերջին օրն է Որքալի լավ չի Դա համար իջել եմ որ գնամ ակվադանք Գործարք անելու Կապիշոնս քաշը Հա, ինձ օգուտ որ չենք կարում մանգանք Շատ սիրելի բաժանորդներ, մամա բրոկեկ է, ես մամայիներ էր ասում, ասում եմ մամա բրոկեկ է, մամաներ ասում կա։ Ուրեմն սիրելի հետևորդներ մի ժամ ավել հերթ եմ կանգնել մինչև գործարքը սարել է հիմա Ալեքսի հետ գնանք սիթի Տոքիջ իրան ուրախացնենք գնանք
ուզում։ Այն փուճուրիկ Այն տոնածառներից։ տոնածառներից։ Ու մեկ է փուճուրիկ խաղարիկ, մի փուճուրիկ, այսքան չէ, այսքան մեծ չէ։ Առնենք, հետո Ուզում եմ գնամ համ քանի պրոսպեկտ եմ, պրոսպեկտի սիթի, հետո էլ մեգամոլ։ 5 համար։ 5-ը մեծ բարատանիչով մասին։ Այստեղ այսպես խթանումները միշտ կան ու կան։ Սա Երևանն է։ Սպասի սուպերքիմաները։ Խոսքով։ Սենա։ Մենք հաղորդվեց բաներ, հա։ Արիան է։ Հաճան, ասալես չէ։ Ինչ ես ուզում, ցավուկ տանը։ Այդ ձևի առնենք, կտնենք բանի մեջ, այդ ձևի առնենք։ Ու մեկ է սա ինչ այդ որտեղ ծնում են։ Սրա։ Կամարի սա առնենք, կամարի սար Սա ինչ ու այդքան վեճ մեջ բան չէ։ Չյորմի է սա կաշտը։ Կամարի ես ձևի առնենք։ Կամարի ես ձևի առնենք։ Հերես մամ, տոնած արը հերես։ Ես ձևի չի։ Ահա։ Սպասի նայ։ Եսը կավուսել է, որ սենց պոկոստում է, սպասի, վրա տեղ տաս, որ ես բանաց այդ աղնեք, ես պոճուրը չկամ ուզում, ես բանից եմ ուզում, ենք տես են որից, են որ մենք սենց բան ենք անում, սենց կայլում ենք, այդ ձևի կա, բա որ աղնեք, կամ ալիսա աղնեք ես տոնած աղներից, Սպասի դա։ Ոչ տոներ կար, չէ սիրելի հետևորդներ, են որ ուզում ես մանկանաս, սուսաղից առնես, գլխարկ թող, այն սիրունը, տնայք իմ սիրունը, Սրտիկ։ Հանանքը մի բանն այն խոսք։ Արի ասա։ Դու ասա։ Ես ինչա։ Տունիկա, տատունա, տունիկա։ 450 դրամ։ Սա գիտես ես ինչա։ Սա ես։ Ինչա պետք տունիկ։ Հա։ Պետք մի հատ վերցնեմ։ Մի հատ է վերցնեմ բանի, այս թղթը բայ մոտ, վերցնեմ լաշայի էր եմ վերցնում, Տարբերներ կա։ տարբեր սա վերցնեմ, զանգ, մի հատ է մեր հմարեր առնենք էդի, մենակ մի հատ, այդքան շատ չէ, հա, ու մեկ էր բան, սրանիցը վերցնենք, Հրես մամ, հրես ա խուչուր տոնացա։ Դու ասուչեն մոտ է կնաս։ Սիրում եմ, չէ։ Էդ Ձեր խանութից եմ առը։ Կոֆե խմենք, թե։ Չէ, ես ավելի շատ կոֆե կուզեմ, քան հաց։ Свобода. Кунатейм.
Սիրելի հետևորդներ ջան, տուն ենք եկել, լավ ենք արել։ Հիմա էսա ասեմ, թե էս ինչ ենք ստեղ անում։ Մսաղացի ձայնից, այո, այո։ Այ ես ինչ է, ինդ եմ պատիք։ Այդ ոնց պատիք սիվա։ Չի ուսա։ Հլա դուտես։ Ուրեմն, ինչ եմ արել, տեսեք, թե ինչ եմ արել։ Տավարի ու խեզի միս ենք աղացել։ Ուզում ենք, որ կատլետ արածելնենք։ Ասմա ընկերովի ամեն ինչը լավա չէ, նա իսկական դեպքն է։ Ամի առավոտից իրար հետ դուս ենք եկել, հլա, նորից նույն պատմությունը, իրար հետ դուս եկանք, բայց իրար հետ տուն չեկանք, ես երևի հետո կանենք ալա, հա, գիտեմ, որ դու կանես, եկեք մի հատ ես վարշը սարքենք, ես կարմիր են կծուներ, թե խառնախներ, չէ։ Բայց փորձի շատ մի հոգևորվի։ Դե բերուրեմը լավ քիչ լսնենք, ստեղ սոխա, կանաչիները, կարմիր պղպեղը, որ պետքա չոգևորվեմ, երևի հերիքասքանը։ Ես սիրում եմ շատ օգտագործը, բայց հիշեմ, որ իմ տանը չէ, որ իմ տուն գնամ շատ կօգտագործեմ, ինչևէ, սրանից բա, ոնց մտածում եմ, դեսնեմ չէ, սրանից ոնց մտածում, չէ, ինչ ռեհան, հա, այս պետքը չի, ոչ մի ռեհան, ոչ ռեհանի այս պարագայում, եթե ունենք ծիտրոն, վсё, ես, չէ, մի քիչ էլ սև պերեց ենք անեմ, շատ քիչ, որովհետև, հա քիչ ասի, բայց դու սարի, ու ես ինչ էլ կծույ ալը, հա, հա, տակ, աղն ենք անում, յուղ, ես կամի հետ էլի յուղ, դե բեր կցա, ոնց գիտես, խալվել է դաժը, տնական յուղ, զլզլան, հերիքա ալա, չկոթած մաթած չէ, այդ լոտ ենք, մնաց որ աղն է կերել մատաղ, Շրջանում ես ամեն չի աղալով։ հա, Ենա ռոպերտներ էր ասում ինչքան մաղ եմ անում ճաշին չի աղալով։ չէ, բայց ես ապահովությունը կպահեմ, Դերում շատ մի աղ։ Ես ես պահը, իրանք իմ ձեռի համին սովոր են, դրա համար ձեռնոք չեն կապնում, սիրելի հետևորդներ, օրինակ ես որնեի, մի քիչ էլ կարտոշկա կլսնեի, բայց այս տանը այդ ադատ չի, դրա համար կարող հա կոֆե խմենք, թե սաղլետ կգնա, ու ես էսա կխմես, էսա ես միցա, չէ, լավն է, լավ հավեսով, հունցմա, ուրեմն են օր էին դու ինձ համասում էի իզնիզ լյան, համասում էի կարող սխալ եմ ասում,
Այսօր ասի հլա պետք է նայեմ ոնց է գրած գրին Իզմիր Լյան պետք չի հա այսա կանջատ ինչա պետք Սեմ գրեչկա բերնի հատելիս ըհը տան թեմաները չանենք YouTube ներցել էտ կանը հանդուրջը մեկ Так Այս որ արդեն լավ է Սիրելի հետևածներ ջան Սա ստացվեց Դե բա չբռնի, այս լա մի քիչ շատ է, այսա որ մնա, ինքը կհասնի նորից, ջրիկ կլնի է, տեսքից կփախչի, չէ, ինքն կան ձեռիտ մեջ, են իրա նեժնիությունը, զգմես, եսիմ, ձեռիտ մեջ ինքը խաղում է, էլի, պերկու խատվի մարդի չէ անեմ, Լագոն եմ ժամ է սարնարանում թողանք, մի հատ համի գա, հա, մինչև հացմած տնենք, ինքը իրա համերունքը կքասի, շո, Ես Համա դաշատ Չգիտեմ դու ոնց ես են ֆարշի հոտից զգում այ իրապակը, նենց հետաքրքիր է, թե ոնց է տենց ելնեմ, բայց որ տենց առնում է հաստատ է։ Հա, էսա, մի հատ ձրներս լվան ու անցնում ենք կարևոր մասին, այս տնենք սարնարան։ Մինչև քանի տան տղամարդի տանիքի, մենք մեր ոնցորվենք Մի հատ կիսվ եմ, հալա մեջի տեսարն եմ, ատակ մեջի տեսարն, գնումներ աղս կիսվ եմ, հետո պատմությունը կգնամ դուս հղանը կանեմ։ Ալեքս ճան քեզ, Ալեքս ես քանի օր շինչը կտրած, սպասմա, որ ես գնամ իրա հետ սիթի, ոսենել է պետ ուրիշ վաղթեն չուտ չերեքի, գնամ իրա հետ սիթի, Սիրելի հետևորդներ ջան, ինքը փոքր տոնածառա ուզում, են իրա պատկերացրած փոքրի արժեքը 7000 դրամ էր, մեկ ուզեց, մեկ չուզեց, մեկ ասավ մամա բանաձորը մեկ տնայենք, հետո կհասկանանք, էդ թողել ենք, այս ճուղերը, ասեք որ շատ սիրուն են, չէ, լավնա չէ, ալա, 5 հատ, Ես, ուր անի մատոտը, արի կեզ է ծիստան, բի մատոտ, տեսնս բուկետ եմ, բիերունի երոսի, բայց ես դեպքում կրազնի երոսի, տոնական, էդ սիպից ենք առել, սիպից են առել, դեկոր էլի նոր տարվա, Ինչ է ինքը, դեր մասուրի տիկի ինչ-որ տես էլի, շիշկա յա, ձևավոր, Ես դնում ստի, հա, Ալեքսի Հաշայան մարելա, նվերներ աղեր, գիտես չէ, սիրունա չէ վիմատով, թափանցիկ, ծաղկամանն կդնեմ սեղանից վրա, սիրուն կլինի էլի, ինձ տենց բաներն ավելի կարևոր է, քան ուտելիքը, վիմատով տեսել էլի, որ հետո կարող ամորանամ ցույց տամ, չասես փիսոն եկավ գող գնաց, նայք, մի հատ Ալեքսին սենց բաժակուն ես, էլ չունի նորից են կարում, հավեսա չէ, Հա, պատի է,
Ձներ կապի։ Ձներ կապի։ Հա, ինքն է մտել ենք սիթի մամա ջան, թող ես ընտրեմ։ Էս ինքնա կպչունները։ Ինչա։ Պատուհանին ենք կպցնում, նակլեյք եք էլի ռիմատոս, ինքնա կպչուն։ Էս իմ կտրոններն է, որ շատ կարևոր է, ես այսքանին գիտես ինչ եմ տվել։ Մի աշխարհ փող հետո կասեմ։ Էս սոնոնա այդ հետո նայեք։ Սենց հավես սանգերա։ Ինքը ջոկես գիտես, էս ինձ էս Յաշայանց, էս ինձ էս Յաշայանց։ Սենց բաները։ Յաշային, ման, էս։ Տոնածառի խաղալիք, ռիմատատ։ Մեկը մեզ, մեկն իրան։ Ապրես։ Նորնեմ սրտի տարա։ Համարանել։ Ասմա բաց համարային նվեր չարան։ դրել Ալեքսի մար ձեր։ Մամա ասմա բաց համարային նվեր չարա։ Համարային նվերը։ Նվեր կահի։ Երկու հատից է, ալա, վաղ երկուսն էլ բաց է։ Մամա, մեկը տանք Ահա, դեր տուր հոքորին։ Հրես, մեկն է, այս թագա ալես։ տանք, Այս տարդի են նկարների մոտ։ ես իրա համար Այս է, հա։ ես Այդ տիրն դեր։ Շատ ապրես։ Այս է տնակա, ուղակի գույնը, որ քրենդա են այս, գիտեսակ կաշեց, ուզեցի, այս ինչա, այս թյունի պաթիլա, մտամ մեր մոտ չկար ասմա, ես ուզում եմ ստիան, ձյան պաթիլ են, որ պչում ես թյունա գալիս, թյունը գալիս է դանդաղ, ես իմ վիտամիններից, աշխարն աշխարով, ընգել եմ ընչերի հետևից, Ես էլ սիթի մաչկս կերավ, բանա, անանասի չիր են կոմ, թարս ես կանում է։ Անանասի չիրա, սեն սիրում շարեցի, ասի հետ Յունը սկտանը։ գալիս է տանդա Ստեղ ես Ալեքսին մայկա ռիմատոդեն շորի հետ որ հակնի, կարճաթև կիսատ կլոր վզով, լավը կլի չէ, հետ էտա, սյո, էտ բան չունան, ես ես կան, չէ, կոժի, հետը ինչ անունը, կուրտկա էլ կհակնենք, էլի, էտ կհակնի, գրից էլ կուրտկա ռիմատոդ, կլնի կարգին բան, չի լի, կլի է, ինձ թվում անդեղ հանդերցարան կլնի, այո, անկարգա, կավ կյանքս վեշեր եմ քաշ տալի, դրան բատ չէի անի, այդքան բանը շարածատ է, բայց դրեց էր որոսկի հետ, կնել չի։ հա, ես է սոնոյվ նկարնա, դու կարդամ ես դրան։ հա, մենիվների ամբողջությունը խաղթված չեն, իսկ տես ռենգեն եմ ցույց էր տալի, որ բանա, էսա կտամ կկարդաս, ստրուկտուրաները անհամասեր, տեղ հիպեր, էխորգեն են, մի խոսքով, ես դու կարդա ես կոֆես վերն եմ գնամ ձեր բալկոնին նստեմ ու կոֆե կարդամ, մենակ չեկերն եմ ուզում, չեկերը հանեմ, Ինչերը։ չեկերը, Կոմաղները։ մուծում, մի չեկա հլես, 30,000, կոֆես մի հատ է, թող մատանիներս մնա կատների դեր հոչ պրծանք, են է բանա, են է սարնանի գլխին ակալիցում, տուր էդ մեկն է, Տոք, ես ձեր բալկոնին կարոտել եմ, ինչ եք էր, Ոնց ոնց դες նստի, կկանգնեմ, ոչ ինչ կկանգնեմ, Էնա թորոտարը լավա, եսա կոֆես էպ մա, ես գնում եմ, համ որ Ռոբերտը կամ մեկա չիլի են գնամ ինձ մանտի, մի պուճուր նկարա, այսօրվան դասվիդանյան ասենք, մեր բաժանորդներ, չէ, մի դիր, ես կգամ կտան, հելա խանութն ճուտիկներ եկա են, պատվիրել,
Այդ մեր խանութից է սա։ Հա, ավանդից, հա։ Ճուտիկներ, ասի վեր ունեմ, որ գնալու վաղ հետը ստանը։ Բախիր է կավանդասը։ Աղաչավանդեր։ Հա, ես տենում եմ, որ գրած ա տեր է սուպերմարկետ, պարանում էի, որ Սուպերմարկետ ա դարել։ հա, բա ինչ։ No, զորոք է։ Այո, զարգանում ենք։ Բա, տենց բաներ։ Տարավ չէ, եղեքի բանի, այս աղն է տեղը տնեմ։ Այս էլ թաթանցիկ, մեր են միջանցկի պատուհանից կկպցնենք։ Միշտ կպցնում։ Հա, սիրում եմ։ Տեղ են էլ ատել սիրում, բայց թե նես չի, որ ես չեմ սիրում։ Իխի չկա յալա է։ Են աշխարը մենա ոչ մի բանից կտրված ենք էլի։ Ստիդոնը մի քիչ ժվանք էլի։ Թե պետք ասում են ընդեղ էլ ուրիշ կյանք կա։ Լույսը կվառեմ։ Չեմ ուզում գնացի։ Լավ է, ես իմ ճարը կտեմ։ Սելի հետևով։ Մեր ջան, վաղտին էլ դուս եկա։ Հենց դուս եկա, Ռոբերտն եկավ։ Ասի ես իմ նկարահանումը անեմ, վլոգիս վերջաբանը տան ու տենանք ինչ են տանա, բայց դե լույսն ուրա վաղուց, հա, մենք ստերից իրար հետ կոֆե չեն խմել, ահա, ջան եմ ասել, ու խայ, միած տենայք, իրանց բալկոնը այս պահին Այս տեսքն ունի, էտ, հիմա տեսախցիկ ստեղ եմ դնամ ու ուզում եմ մի քիչ պատմեմ, ասեմ ձեզ, ինչ կա չկա, այսօր գնացինք, այս ինչ արինք, Այս ինչերի մեջ ընգա, այս ինչ հապշտապ որոշում կայացրի ու ամեն ինչը ինձ ընթացք ունեցավ, սիրելի հետևորդներս, ահա, առավոտից վեր կացանք, բարով, խերով, Աստծու օրհնությունով ու օգնությունով ու գնացինք մեր գործերին, գնացինք, ալայանք Իզմիրյան, ճիշտ էլ ասում եք, Իզմիրյան կենտրոն պիտի գնային, ես էլ ասի դե որ գնում են, ես էլ իրանց հետ գնամ, ես հրես աթողը պետք չի, հա, ասի իրանց հետ գնամ, իրանց գործերը կվերջացնեմ, հետո ես էլ իմ գործով կզբաղվեմ։ Համալան մենակ չերզնի, որպես կին իհարկե դեռ իմ ատատն ավելի ծերա, հո իրան տանից չենք հանի, մի խոսք ուղուխա ես ինչ լավ պապ դելա, դեն ասում չվերն ինչ վիճակի հասել։ Գնացինք, գործերը վերջացրինք, պրծանք, հերթը հասավ, որ հենց տնօրենի հետ գործ ունենք, դեռ չեմ ուզում բարձրաձայնեմ, տենամ, ոնց է, ինչա, միգուցե ես բարձրաձայնեմ։ Տնօրենը ասեց, որ ուրեմն եւ տնօրենը եւ ուրիշ բժիշկ ասեց, որ այս դեպքում ճիշտ է յամեր ընկնելն է, որ մի անգամից բուն, ոնց են ասում, խնդիրը տերև է, ճիշտ է սոնոգրաֆիա անելը
կարելի է, բայց հենց էֆեկտիվ ու վերջնական բնութագիրը չի տալու էլի, ոնց կտա յամեղը։ Ես դե կյանքմա առաջի անգամ այդ գործի մեջով անցնում եմ, պահի տակ խառնվեցի, հետո ինձ վրա հավաքեցի ու ասի ինչ անեմ, ոնց անեմ, զանգեցի իմ բժշկուհուն, չէ որ ինձ մեր Ստեփանավանից էլ ուղարկել էին Նաիրի ԲԿ, բայց ընքան լավ մարդ է այդ մարդը, ասի իսկ եթե չգնամ, ասա որ ուզում ես գնամ, մենակ Երևան գնամ, ես հասկացա, որ իր համար տարբերություն չկա, այն որ ասում են մեկը մեկի հետ աշխատում ես անում, են անում այդ տարբերակը չէր, մի խոսքով, սիրելի հետևորդներ ջան, զանգեցի Անի Աբովյանին, հարցրեցի գանգատներից մասին ասեցի, ասավ Անահիտ, կես ժամվա մեջ, թե գաս կլինի, թե չէ պետքա սպասես, էլի մի խոսքով մարդիկ իրանք էլ իրանց հերթումն են, նես չպարապ նստած էին, մի խոսքով ես Էյալաներ, Սամսոններ, Ալեքսսեր, մեզ տարանը տեղ թողեցին ու իրանք էտա գնացին տուն, ես անցա և սոնոգրաֆիա, և հոդաբանի մոտ, հետո իմ բարեկամներից քեռուս կնոջը համ շատ սիրում եմ, համ էլ ինքը շատ խելացի ու գրագետ բանիմաց կին է, էլի, իրա հետ էլ խորհրդարեցի և այլն, բանից պարզվեց, Հայաստանում կա հենց հոդերով զբաղվող հոդաբան, եթե ճիշտ եմ հիշում, քեռեկինս ասավ անունը, կոչումը մասնագիտության ես մոռացա, բայց երևի հոդաբան կլներ, ուղղակի ինքը երկրում չի, մի խոսքով ես գնացի պուլսմեդ սոնոգրաֆիա արեցինք, արժեքը 15,000 դրամ, 15,000 էր, որ դիմեմ հոդաբանին, դիմեցի գանգատներս ասեցի, սիրելի հետևորդներ ջան, այն ինչ որ ռենտգենը ցույց էր տվել, մեր բժշկուհին ճիշտ էր ասել, ասավ մինչև սոնոգրաֆիա չլինի, ես քեզ չեմ կարա բուժեմ, բա որ հանկարծ մի բան անեմ ու թարս լինի, ինձ հոդաբանը առաջարկեց բլոկադա, պարզա որ ես հրաժարվեցի, ինչի հրաժարվեցի, հիմա խոսքս հիմնավոր եմ, որովհետև կա ջրային փոքր գոյացություն, որը կարա ըլնի տրավմայից, ասի իսկ եթե բլոկադա չանենք, ուրիշ ինչ կասեք, ասավ դեղ կասեմ, կխմես, մի հատ նորից կնայենք, եթե օգուտ տված կլինի, եթե չէ բլոկադա, ինչի ես դեմ ընկա բլոկադային, ճիշտ է իմ սիրուն ջեման ասմանա այդ որամես մի քանի տարի ցավերի մասին մոռանում ես, բայց ինձ թվում է մի տեսակ ինքը այդ ջուրն իրա տեղը անում է, էլի քաշեց, հանեց, նորից պետք է լցվի, նորից պետք է հանենք ու տենց մինչև կյանքիս վերջ, այնա մինչև կյանքի վերջ իմ հետ լիմֆոստազը կա, մի հատ էլ դրան հետս բեռան եմ կյանքի վերջ տանեմ, անկեղծ եմ ասում, չեմ ուզում, հոգնել եմ ու սիրտս նենց էր լուծվել, սիրելի հետևորդներ, որ Ալեքսս թուղթը ձեռին սենց դուրս էր եկել, պահի տակ շատ աստվեցի, ասում եմ Աստված իմ ինչ բանա կյանքը, ես իրան եմ բերեմ, ինքը դեռ այս տարիքից իմ հետ ա գալի, հերիք չի, թուղթն է բռնած, մամա արի, մամա սենց, մամա նենց, մամա ասում ա հոճը ցաված, վերջ էլ, իսկ մեզ որ երեխեն անհանգստանում ա, դե անհանգստանում ա փառք Տիրոջը, շնորհակալ եմ Աստծուն, ուրեմն դաստիարակությունս տեղը հասել, ինչևէ, ու ինձ նշանակել ա դեղեր, վիտամիններ, նշանակեց հենց ընկած այդ պահին, տոնուս լենտում են դա վաճառում, ֆիքսատրի նման մի բան ա, դա էլ պետք ա գնեմ, հագցնեմ ծնկանս, որ ինքը ֆիքսած պահի, շատ քայլելու դեպքում ցավեր չունենամ, իհարկե խրախուսելի չի ավելորդ քաշը, ես որ ոչ մեկը չասի, ես դա ինքս գիտակցում եմ, տեսնում եմ, հասկանում եմ, ցավոք սրտի ու այդ հոդաբանի կոնսուլտացիան այնքան դուրս եկավ, ինքն հենց գրագետ բաներ ասավ, նիհարելու վերաբերյալ հենց շատ հետաքրքիր բաներ ասավ, սիրելի հետևորդներ ջան,
մի անգամ առանցին կանադառնամ, հմի չեմ ուզում, որովհետև դեռ դրան ոնց եմ ասում, տրամադրված չեմ, էլի։ Ու 3 ձևի դեղ նշանակեց վիտամինների կոմպլեքս ոսկրերի համար ու սիրելի հետևորդներ ջան, ասեց պետքա ծնկանը շատ սիրես, հոտաբանն ասում այնքան եմ ծիծաղել, ասում օրինակ դու որ ընկել ես ծնկդ սիրել ես, ասենց նայում եմ դեմքին էլ, ես զգում եմ որ կատակա ուզում անի, ուղղակի կատակի բուն իմաստը չէի կարողանում հասկանամ։ Բժշկուհի ջան, ասում եմ ոչ թե սիրել եմ, նեղվել եմ, ասել եմ այ ծնկ ջան, ախր ինչի, մտամ կարկուտը ծեծած տեղներ ծեծում, չի ասում Անահիտ, պետքա մարդը շատ սիրի իր հենարանի կառավարումը պահող ու պահպանող հոդերը, ասում մեր օրգանիզմի ամենամեծ հոդը, պարզավոր ծնկան հոդն է, ու այդ ամբողջ քաշը ոնց որ ընկած է հենց ծնկան վրա, չէ, ասում պետքա հաճախակի սիրելի հետևորդներ ջան, ինչ ինձ ասել է, նույնը ասում եմ ձեզ, օգուտից են կողմ վնասակար ոչ մի բան չեք զգա, եթե ձեր մոտ նկատում եք ծնկան ցավեր, գիտեմ, Հայաստանը մեր նամանավանդ մեր լորի նմանելի խոնավ մարզեր շատ կան, այդ խոնավությունից էլ կան, մեր ոսկորները, ծնկները շատ ցավան, օգտագործեք գելեր, մազեր, վոլտարեն, դիկլակմազ, ես դիկուլյա ունեի, ասավ մի որոշակի ժամանակ ունենց չի, որ ասում այդ օրը կսես, ցավն անցավ, վсё, դու բուժվեցիր, չէ, ասում օրինակի համար մի 20 օր դա կսի, հաճելի ձևով մերսումներ արա, նստած տեղը ծունկդ բացի փակի, հաջորդը բացի փակի, հետ տալ առաջ բեր, դա ասում է ծնկան հոտը առողջ պահելու մարզման ձևերից մեկն է ու մազեր հաճախակի կսեք, եթե ունեք, գիտեմ, իմ հետևորդների մեջ շատ մարդիկ կգնեն, ովքեր կբողոքեն ծնկի ցավից, վոլտարեն, դիկլակ, դիկուլյա, ընդեղ գրել է թղթի վրա, այդ 3-ն եմ լավ հիշում, կսեք ու հաճախակի փոխեք, որ օրգանիզմը նույնը չսովորի ու էլ չազդի, ինձ թվում է այդ է պատճառը, ինքն ասեց փոխի ու անընդհատ սիրով, հաճույքով, պարտաճանաչ պիոների նման քո գործը արա։ Դրանից հետո սիրելի հետևորդներ ջան, նամանավանդ, երբ որ արդեն 40-ի շեմը հատում ենք ու գնում դեպի վերև, իհարկե ոսկորների խտություն աստուգել պետք է, բայց թե էլի լավից, վատից մեր նման մարդիկ կարողանում են այդքանը անեն, բայն մարդիկ որ չունեն, բաներանք ինչ անեն, այդ արդեն ցավոտ հարց է, երանի մեր Հայաստանի Հանրապետությունը այն ձևի բյուջե ունենա, որ այդ կարիքավոր խմբերին կարողանա էլի գոնե տարին մի անգամ հետազոտման տա, մի անվճար միջոց տա, մի խոսքով շատ կուզենա։ Այդտեղից են կողմ, երբ որ հրաժարվեցի բլոկադայից, մարդը նշանակեց դեղեր, ես հենց իրանց կողքը հարցրի, դե պարզավոր թանգոտ գտներ, Ռայկոմ գիտեի այն ժամանակ այդտեղ գնացի, այնտեղ բարձրաձայնում եմ, որ դուք էլ իմանաք, վերջել, ես դրանից չեմ ամաչում, դրանից այն կողմ քանի օր աստեղ ենք, ու իրանք ասեցին ֆիզիոթերապիաներ, վայ ասում եմ ջերմուկում, ասում այ քուտը նշինվի, բանդեղից ես եկել, ախր ինչ, ասում եմ ընդեղ ոչ հնարավորություն կար սոնոգրաֆիա անելու, ոչ ես ունեի դրա պատասխանը ու այդ տոկալ լուսաբուժությունը էլի պետք սիրելի հետևորդներ ջան, հուսամ այդ հարցը կկարգավորեմ, սենց չեմ թողամ, կարևորը սենց ականջիս հետևը չգցեցի, ճիշտ է 3 ամիս անցավ, բայց այդ MRT-ն էլ չեմ ուզում, յամերն էլ չեմ ուզում, յամերն ու MRT-ն կարծեմ նույն բանն է, լավ որ գոնե ամեն հիվանդության սկզբին, որ փոքրի շատ է դիրություն անենք, հնարավորինս հիվանդությանը թեթևակի գոնե հաղթահարած կրնենք։ Այդ բոլոր գործերն արեցի, վերջացրեցի, Ալեքսը սիրային պուճուր սրտիկով, քանի օրա սպասում էր, որ
մամա գնանք Մեգամոլ, մամա գնանք Սիթի, ես փոքր տոնածառ եմ ուզում։ Մեկ նայեցինք, ուզում էի այն փոքրների ծառների, չեմ հիշում 6000 թե 7000 դրամ էր արժեքը, հետո մատանիներս չկան, րոպե մեկ սենց եմ անում, կատլետի ժամանակ հանել եմ, հետո սենց մտածում էի, դե Վանաձոր էլ կարավ խանութներ, չէ, ասում եմ մամա Վանաձոր գնալու ենք, ասում եմ հա, աղա Վանաձոր նայենք, պլյուս դրան էլի Երևան ենք, տեսականին ավելի շատ կլինի, ավելի լավ կլինի, ես ատում ենք գնալու, էլի գանք Երևան, տեսնեմ ոնց է կբարձրացնեմ, ինչու եմ գալու, որ մի խոսքով էլի։ Ու գնացինք պրոսպեկտի նույն ինքը Մաշտոց փողոցի Սիթին, բանկում գործ ունեի, այսօր վերջին օրն էր, ու մի գործարքի համար ժամից ավել ես այդ բանկում եմ սպասել, բայց փառք Աստծո գործարքս ավարտին հասցրեցի։ Դրանից հետո երեխի հետ գնացինք, նկատեցի, որ փողոցային առևտուրը վերացել էր, այսինքն անցումի տակ էին մարդիկ տեղափոխվել, էլի տենց գոնե մի քիչ շնորհքին էր, բայց թե իրանք էլ այդ ձևով են իրանց գումարը վաստակում, այն որ դժվար է կյանքը, մարդիկ էլ իրանց անճարությունից են, չէ, դուրս գալի այդ սառը օդին, փողոցի բերանին, իրանց առևտուրն անում, մի խոսքով, ու տեսակ, գնումները ցույց տվին, Ալեքսի բոլոր պարագաները դեպի մրցանակաբաշխություն գնալու պատրաստ է, ես դեռ ընդեղ կիսատ պռած սենց բաներ ունեմ, Էգուց ամսի 2-ն է, էգուց արդեն պիտի գնանք մրցանակաբաշխության, այսօր ձմռան առաջին օրն է, սիրելի հետևորդներ ջան, թող փափուկ ձմեռ լինի, տաք ձմեռ լինի, բայց ձմռանը մի քիչ էլ բնորոշ ձմեռ լինի, նման չէ, որ գցմական գլուխ ծավերը բողբոջած ու տալիս սրտահարություն անում ու խեղճ գյուղացին շատ ատուժում, արանքում էլ դեմ ենք դուժում, բայց գյուղացու տուժելը կրկնակի ու եռակի անում, Երևանը կիսամպած, կիսամառախուվ, շատերն ասում են օդը կեղտոտ է, մի խոսքով ես չեմ ուզում այդ բաների մեջ վխրճվեմ, ամեն ինչն էլ հասկանում եմ, բայց իմ նման շատերն են ասում, սա էլ տեղից չէր շարժվում։ Այս պահին անձրև չկա, բայց ցերեկը անձրև էր ու այս տեսանյութը այսօր ամսի 1-ն է, շնորհավոր ձմռան առաջի օր, բարի գալուս ձմեռ, սիրում եմ տարվա բոլոր եղանակներն իր գույներով ու բույրերով, ես սառնությունն էլ եմ շատ սիրում, գիտեք, ես ավելի շատ սենց սառը եղանակ սիրող եմ, քան են արևին չեմ ձգում, ես լավ գիտեք, տեսանյութը կտեղադրեմ վաղը, բարով խերով, հետո արդեն մրցանակաբաշխության համար շատ հետաքրքիր մի խոսքով էլի կփորձեմ ձեր հետ կիսվեմ, կարևորը ինչը որ մտածում էի, ինչից որ անհանգստանում էի, ամեն ինչ սաղ իր անունով գնում է, այնպես որ այս պահին, այ մի ծնգս, էլի ցավ մասի էլի հետևորդներ ջան, մի քիչ անսանդ որ նստում ես վեր կենամ, որ զգում եմ, որ ցավում է այլ կարգի, հիմա գնամ, իրիկունները չայ ենք խմում, դեռ կատլետ ունեմ անելու, ձեզ երևի թե բարի գիշեր ասեմ, վաղուց էր քանի օր աստեղ ենք, այս տեսարանով ձեր հետ չէի կիսվել, գիտեք որ սիրում եմ, գիտեմ որ դուք էլ եք սիրում, ինչև է, ձեզ ասեմ բարի գիշեր, լավ եղեք, առողջ ու երջանիկ եղեք, իսկ մենք կհանդիպենք վաղն առավոտից, բարի խաղաղ գիշեր բոլորիս։